Սատոս, Շոկ Ամար ու այսօր զրուցում ենք մեր գրողներից մեկի բանաստեղծ թարգմանիչ Հակոբ Մոսեսի հետ, որը սիրով համաձայնեց այս շոկին զբոսնել մեզ հետ Սարյանի պուրակում եւ մի փոքր զրուցել աշխարհի մշակույթի, արվեստի, գրականության մասին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Այս ամեն ինչ կարծես մի փոքր տրամադրում է, հա, գեղանկարչությունը, բանը։ Հա, միջավայրը ճիշտ է ընտրված։ Ընդհանրապես ոնց է ամառվա շոկը տանելի է ձեզ, թե նեղվում է, թե շատ եք ավելի աշխատում։ Տանելի թե անտանելի պետք է տանենք։ Ստեղծագործական առումով ինչպես է։ Ես աշխատում եմ, ես աշխատելու տեսակետից պրոֆեսիոնալ աշխատում եմ, այսինքն ամեն օր աշխատում եմ։ Եթե արտառոց բան չի պատահում, պարտադիր աշխատում։ Ես պարտադիր աշխատում եմ։ Հրաշալի բան է, չէ՞։ Հրաշալի բան է, դա նաև գալիս է նրանից, որ թարգմանություններ եմ անում։ Իսկ դա տևական ու սիստեմատիկ համակարգված աշխատանք է պահանջում։ Իսկ ստեղծագործությունից ազատ ժամանակ ինչ եք անում կամ ազատ ժամանակ։ Միայն չասեք էլի որ լրագրողներին հարցազրույց եմ տալիս։ Չէ, ընդհակառակը ես։ Կատակին է։ 7 ամիսա հարցազրույց չեմ տալիս, աշխատում եմ խուսափում այդ բաներից, ոչ թե որ կշտացել եմ կամ մեծամտածել եմ, ասելու շատ բան կա։ Ուղղակի նույն հարցերը, նույն մակերեսային, նույն քաղաքականության մասին, նույն մշակույթի մասին հարցերին արդեն նույն պատասխանները տալուց հոգնել եմ, բայց ազատ ժամանակ շատ եմ ունենում, ընտանիքիս հետ եմ հիմնականում լինում եւ ընկերներիս հետ։ Ես գրեթե ամեն օր ժամը 6-ին իջնում եմ սրճարան։ Մեր Կետիկնոց սրճարանն է։ Հայտնի սրճարանը է։ Մենք իջնում ենք անցկացնում եք ձեր երեկոն։ Իջնում ենք, զրուցում ենք, բանավիճում ենք, խոսում ենք, կռվում ենք, խռովում ենք։ Հետո գիշերը գնում եք լանսացիաների գրում։ Թարգմանում եք։ Չէ, ես գիշերը չեմ աշխատում։ Ես աշխատում եմ մինչև ժամը 3-ը 4-ը, դրանից հետո ես հիմա չեմ կարողանում աշխատել։ Այլևս, հա։ Այլևս չեմ կարող։ Առաջ ես գիշերն էի աշխատում, առավոտը չէի աշխատում։ Բանաստեղծներին տենց հատուկ է, չէ՞, ասեն գիշերը աշխատել։ Աշխատանք էի գնում, բան գիշերը ավելի տրամադրող է։ Հիմա չեմ կարողանում։ Մի բան հարցնեմ, էլի, այդ դուք ասեք հոգնեցնում են այդ լրագրողները, ամեն կարգի անդադ նույն թեմաները, բայց իրականում իսկապես անկեղծորեն չեք կարծում, որ ասենք իրոք կարող է հասարակությանը հուզել գրականությանը, մշակույթին վերաբերող հարցերը։ Ի վերջո այդ հարցերի պատասխանը երբ հասարակությանը ինչ որ փոքրիկ խավթեկուս լսում է գրողից, բանաստեղծից, շատ կարևոր է նրա կարծիքը, նրա խոսքը, որովհետև այսօր հասարակությունը ամբողջովին ավելի շատ լսում է քաղաքական գործիչներին, կուսակցական եւ այլ, չէ՞։ Հասկանալի է, եթե մենք մի քիչ բարձր չափանիշներով նայենք, գրողը իր ամբողջ կոմպլեքսացիան, մտածողության եւ տնտեսության մասին եւ քաղաքականության եւ մշակույթի եւ ամեն կյանքի իր գրվածներում պետք է դրած լինի։ Գրողի ֆորման արտահայտվելու, չէ, դա խոսք է։ Դա ամենաբարձր խոսքն է, որը իր մեջ այդ ամեն ինչը ներառում է։ Երբ որ դու այդ խոսքի չափաբերումից դուրս ես գալիս, դու կարող ես ընդհանրապես քո գեղագիտական տոնայնությունից դուրս գալ։ Դրա համար ես կնախընտրեի, որ գրողը շատ ակտիվ այսօրվա մեր պատկերացումով դրսում արտաքին քաղաքական կեցված չունենար։ Ունենար իր սեղանի առաջ, ոնց որ ունեցել են մեր մեծերը, ռաֆու քաղաքական կեցվածքը ամբողջը դրված է իր ստեղծագործություններում։ Եվ ավելի իմպուլսացիան ավելի գեղագիտական ֆորմաների մեջ դներ, քան թե հրապարակախոսական կամ ժուրնալիստիկական լրագրողական։ Գրողը լրագրող չի։ Ճիշտ է, բայց տեսեք, ռաֆու ժամանակ իսկապես ամեն համարին սպասում էին, որ ռաֆու հերթական հոդվածը պիտի հերթական ուսումնասիրությունը, վեպը, հոդվածը, հա, իհարկե։ Անհամբեր շնչակտուր սպասում էին, ճիշտ է։ Բայց այսօր այսօր մի քիչ իրավիճակը փոխված է, ընդհանրապես 18-րդ դարից գրականություն եւ հասարակություն, գրականություն եւ ընթերցող հարաբերությունը մի քիչ վերափոխում է ապրում։ Դժվար է ասել ի նպաստ գրականության, թե ի վնաս գրականության։ Ընդհանրապես մենք մի քիչ գրականության, այսպես ասած, զանգվածային ընթերցման վերաբերյալ մի քիչ սովետական կարծիք ունենք։ Մենք կարծում ենք, որ եթե հասարակությունը շատ է կարդում, ինքը շատ գրագետ հասարակություն է։ Կարող է ճիշտ հակառակը լինել։ Կարող է ամենաշատը կարդալ ամենատագետ հասարակությունը։ Այ ինչ է կարդում հասարակությունը, կարևորը դա է։ Եվ հասարակությունը այդ իր ինչ կարդալով, ինչ ընտրախավ է ձևավորում, դա է կարևորը։ Այս վստահ եմ, որ դուք ձեզ համար որևէ եզրահանգման եկել եք։ Այնուամենայնիվ
այս հասարակության անդամ եք, հայ գրող եք, ձեր սիրտը ցավում է հասարակության համար թե ամեն։ Այ ի վերջո այսօր այս հասարակությունը ինչ որ բան կարդում է, ներողություն մի բան ասեմ, էլի նախորդ անգամ մեր, այսպես ասած, փողոցում անցկացված լրագրողական հարցումների ժամանակ սարսափով նկատեցի, որ գրեթե, բայց գուցե ես սխալվում եմ։ Դուք ինչ կարծիք եք։ Ես ասեմ, ուրեմն նախ ճշտենք հասկացությունը, դուք անդադ օգտագործում եք հասարակություն բառը, ես ցեն չեմ հանում։ Նախ պետք է ողջել ինչ բան է հասարակություն եւ Հայաստանում այսօր հասարակություն ապրում է, թե չէ։ Չէ, այսօր Հայաստանում հասարակություն չկա։ Այսօր մեր պետության դժբախտությունը այն է, որ հասարակություն չկա, հիմա կասենք թե ինչ կա, որովհետեւ հասարակությունը ինքը սոցիալական ձևավորված խավ է։ Հասարակություն նշանակում է իր ամբողջ տարբերակումներով, շերտերով հանդերձ մի զանգված, մի ընդհանրություն։ Մեզ մոտ կա ազգաբնակչություն, ժողովուրդ, ազգ, հասարակությունը պետական դիսցիպլին է։ Հասարակությունը լինում է պետության մեջ։ Եվ մեր ամբողջ դժբախտությունը ոչ թե այն է, որ մենք չունենք ժողովուրդ կամ ազգ կամ ազգաբնակչություն, չէ, դա ունենք։ Մենք հասարակություն չունենք, այսինքն չունենք մի համակարգ, մի համակարգ, քանի որ հասարակությունը համակարգ է, որտեղ գրողի, քաղաքական գործչի, արվեստագետի, բանվորի, գյուղացու կերպարը սրբազան տարբերակման օրենքի մեջ կմտներ։ Դրա համար մեզ մոտ չեն կարդում, ճիշտն ասած լավ էլ անում են, որ չեն կարդում, որովհետև այս գրականությունը, այս մտայնությունը, այս երգը, այս երաժշտությունը, եթե մեր ժողովուրդը չի լսում կամ դժգոհում է, դա ինձ մի քիչ հույս է ներշնչում, որ մի քիչ ճաշակի բան իր մեջ մնացել է։ Այ իսկ այդ հասարակական առումով, հասարակություն առումով, այսօր ես կարծում եմ, որ գրողի ամենաառաջին խնդիրներից մեկը այդ հասարակության ձևավորման մեջ նրա գեղագիտական խավը պատրաստելուն կոչված լինելն է, որը ցավոք այսօր մեզ մոտ չկա։ Այսօր հազարավոր պատճառներով, որովհետև առաջին պատճառը հիմնական, որ նշեցինք, որովհետև հասարակություն չկա, այսօր գրողը չգիտի իր խոսքը ում է ուղղված, որովհետև մեկին ուղղված պետք է լինի, թե չէ, եւ որովհետև ով է սպասում իրեն, որովհետև այդ խավը չկա, դրա համար ինքը էստրադային բնազդներ է իր մեջ արտնացնում եւ սկսում է ստեղծել, արտադրել մի գրականություն, որը ուղղված է լումպենին, ամենացածր խավին, ռաբիսին, տգետին, երաժշտության մեջ, կինոյի մեջ, ամենտեղ, էստրադային նաև, որովհետև այստեղ ինքը արձագանք է ստանում, ինքը հաջողության, այսպես ասած, պատրանքներով է իրան սնվում այո, ինքը սկսում է ստեղծել շատ էժանակին, նորից ասում եմ, լումպեն գրականություն, լումպենացված լեզվով, ժարգոնով, ռաբիզով, հայոյանքով, էլ չեմ ասում պոռնկագրությամբ եւ այլն եւ այլն։ Սա այսօրվա մեր կյանքի ամենամեծ դժբախտությունն է։ Իսկ դա հնարավոր է հաղթահարել ձեր կարծիքով։ Դա հնարավոր է հաղթահարել, եթե մեր ասած հասարակությունը ձևավորվի։ Իսկ դա ձևավորվի, Եթե հա, այստեղ բոլորը իրար հետ կապված են, եթե պետական հստակ կառույցներ գործեն, եթե լուսավորչական մեծ աշխատանք տարվի, նախակրթարանից երևի, ոչ թե մանկապարտեզից, դպրոցից մինչև բու։ Իսկ մեր լուսավորչական այս համակարգի պայմաններում ես կարծում եմ, որ առաջիկա գոնե 20-30 տարիների ընթացքում մենք պետք է սին հույսերով մեզ օրորենք, խափենք, մենք պետք է ճշմարտություն ասենք, մենք պետք է ճիշտ ախտորոշումներ անենք։ Մարդը սիրում է, չէ՞, ինքը իրեն խափել, գուցե դա ինչ-որտեղ ինքնախապեյությունը իմունիտետի պես մի բան է, էլի, գուցե կարողանում ես խափել, ինչ-որ լավ բան։ Որի կարիքը չկա, իհարկե դրա կարիքը չկա։ Բայց հնարավոր չէ որևէ կերպ դպրոցը փոխել նախակրթարանը իրականում, որտեղ սարսափելի է։ Հնարավոր է, հա, եթե պետությունը ցանկանա, եթե պետությունը ուզենա պատրաստել մի քաղաքացի, որը իր վաղվա իդեալներին, տեսլականների կրողը պետք է լինի։ Իսկ եթե պետության նպատակը այսօրվա պետության քաղաքացի ստեղծելն է, այսինքն խափող, գրփող, ջիպ երազող, մեքենա երազող, փող երազող, ես պետք է ասեմ, որ մեր լուսավորչական համակարգը իր վրա դրած խնդիրը հրաշալի կատարում է։ Բայց տեսեք, խորհրդային տարիներին մարդկանց գոնե դպրոցում համոզել էին, որ
կան բարի լուսեղեն գաղափարներ, չէ, այդպես չասենք սոցիալիզմ, կոմունիզմ, բայց այնուամենայնիվ երջանկության տանող ճանապարհներ բազում մի շարք, չէ, էլ ինքնախապեյության, բայց դա խապեյության մի ուրիշ տեսակ էր, ավելի գրեհիկ տեսակ չէր, բայց նույնքան վտանգավոր տեսակ էր։ Հիմա այդ ամենը անցավ, որ մարդը կանգնեց պարզ դաժան իրականության առջև ու տեսավ, որ ոչինչ չկա, բացի ձեր ասած նյութից, փողից, իշխանությունից եւ ուրեմն ինչու ենք մեղադրում, ասենք, մեր հասարակության անդամներից յուրաքանչյուրին, որ իսկապես ձգտում է վայելել կյանքի։ Այսինքն ինքը անգետ է ի վերջո, հա, ինքը կարիք ունի, չէ՞։ Ես ասեմ, մենք ոնց որ թե տարբեր բաներից ենք խոսում, իհարկե այդ նյութը, բարեկեցությունը եւ այլն, դրանք շատ դրական երևույթներ են։ Դրանցից ոչ մի հասարակություն չի հրաժարվել եւ պետք չի որ հրաժարվի, որովհետեւ սոցիումը մարդու մեջ, արվեստագետի մեջ, գրողի մեջ կարող է այնպեսի մի խիղճ դաստիարակել, որ այդ բոլոր իդեալները չկարողանան դաստիարակել։ Խոսքը այս սոցիումը կազմակերպելու օրինականության, իրավականության մասին է։ Իհարկե մարդը պետքա քաղաքացին լավ ապրի, բայց լավ ապրելու համար չպետքա գողանա։ Չպետք է խափի մյուսին։ Չպետքա խափի մյուսին, չպետքա մյուսի բերանից կտրի, չպետքա մյուսի հաշվին ապրի։ Պետք է պաշտոն օգտագործի լավ ապրելու համար, հա։ Խոսքը սրա մասին է, խոսքը այս սրա մասին է։ 20 տարում ձեր կարծիքով անամենայնիվ էլի որպես հայ մարդ, գրող, բանաստեղծ, մտավորական մարդ, ի վերջո ինչ եք տեսնում, ինչ որ փոքր քայլ չկա առաջ դեպի այդպիսի հասարակության ձևավորում։ Հոգեբանական առումով ընդհակառակը, մենք անընդհատ ռեգրեսի մեջ ենք առայժմ։ Գուցե մեր կյանքը վերջին 20 տարիների ընթացքում բնականաբար մի քիչ լավացել է, մի քիչ ավելի լավ ենք ապրում, ավելի շատ աշխատատեղ կա, խանութներում ավելի ապրանք կա, բայց հոգեբանորեն մենք որպես ժողովուրդ, որպես ազգ, որպես մարդ, որպես անհատականություն իհարկե հետ ենք գնացել։ Ավելի ընկճվել ենք, հուսալքվել, հա։ Ավելի սեղմվել, ավելի կենթանական, բիոլոգիական, ֆիզիոլոգիական պատկերացումների մեջ ենք մեր քաշվել։ Եվ ի վերջո այս 20 տարիների մեջ անկեղծորեն որ ասենք ինքներս մեզ ի վերջո ինչու չհաջողվեց այդպես թեկուս մի քայլ անել ձեր ասած հասարակության չհաջողվեց, որովհետև դրա պատկերացումները մեր մեջ չկան։ Մեր նախկին մշակույթը, թե սովետական շրջանի, թե նախասովետական շրջանի այդ պատկերացումները, այդ իդեալները մեր մեջ չեն ձևավորել։ Մեր գրականությունը ես կարծում եմ, որ հայ մարդու մեջ բավականին իմպուլսներ են ներարկել շատ առումներով։ Օրինակ հայրենասիրության, պայմանական եմ ասում, որովհետև դա կարող է նաև կեղծ լինել։ Ընտանիքի, պայքարի, հասարակության, բայց անհատական տեսակետից մենք մարդ, որը քաղաքացու հիմքն է, մեր գրականությունը չի կարողացել ձևավորել։ Այդ դուք ի վերջո այս նոր անկախ Հայաստանի կերտման համար ինքներդ էլ մի փոքր քայլ եք արել, չէ՞, դուք նախարարն եք մշակույթի։ Այո, եւ այնուամենայնիվ ձեզ ինչ հաջողվեց անել։ Հենց այդ ժամանակ, այ որ արդեն ունեիք այդ հնարավորությունը։ Արդյոք կա մի բան, որը հաջողվել է, ու դուք այսօր կարող եք ասել։ Ես մի բան ասեմ, որ ձգտումի դեպքում, իդեալ ունենալու դեպքում ամեն ինչ էլ հնարավոր է անել։ Իմ փորձը դա ինչ ցույց տվել։ Իսկ թե ինչ չի հաջողվել ինձ, ինչ է հաջողվել, ես բան չի, կարևոր չի, գիտեք, որովհետև կարող է մի բան հաջողվել, կարևոր մի բան չի հաջողվել։ Ես մենակ մի բան կարող եմ ասել, որ եթե որևէ բան չի հաջողվել նրա համար, որ հնարավոր չի եղել, ոչ թե որ չենք ուզեցել, չեմ տեսել, չեմ հնարավոր չի, հա, գուցե ինչ-որ բաներ էլ չեմ պատկերացրել, բայց սա շատ մեծ, սա կուզենայի ասած լինել, չի ստացվել, չի եղել։ Այո, դեք ինչու եմ հարցնում, որովհետև հիմա շատերն են մեղադրում այն բանի համար մշակույթի նախարարությանը, որ քաղաքականություն չի վարում, մշակութային ճիշտ, հազար կողմից լսում ենք։ Եվ առհասարակ գուցե ոչ անտեղի են այդ մեղադրանքները, իհարկե մենք չենք դատող, բայց այնուամենայնիվ շատ-շատերը դժգոհ են քաղաքականությունից, նախարարության, նախարարից եւ այլն։ Ընդհանրապես մշակույթի ասպարեզում վարվող թեկուզ գուցե կրկնված հարց է, այս ամենը ձեզ այնուամենայնիվ ինչ-որ մի բարի հույս, մի բան բերում է։ Չէ, ասեմ թե ինչու չի բերում։ Սա ես ասել եմ, որովհետև 91 թվականին, այսինքն աշխատելուցս մի 6-7-8 ամիս հետո դրա համար հիմա միշտ կարող եմ կրկնել։ Մշակույթի նախարարություն ասած, այսինքն մշակույթի պետական գերատեսչական ղեկավարումը պահանջում է օբյեկտիվ սուբյեկտի շատ ճիշտ հարաբերություններ։
դու պետք է իմանաս ինչ խնդիրներ կան մշակութային քո երկրի մեջ եւ ըստ դրա քո գերատեսչությունը կառուցես։ Օրինակ իտալական մշակույթ գոյություն ունի, իտալական մշակույթի խնդիրները, խնդիրները որոնք են։ Իտալական պետությունը նստեց, մտածեց եւ տեսավ, որ ինքը ուրեմն հնությունների, պատմության, տաճարների, եկեղեցիների, վիթխարի ժառանգության երկիր է եւ խնդիրը սա է եւ դրա համար ստեղծեց մի նախարարություն, որը կոչվում է մշակութային արժեքների պահպանության նախարարություն։ Մեր նախարարությունը որ սովետական միությունից եկած մի կառույց է, ոչ ինձ հաջողվեց փոխել, ոչ էլ հաջորդներին կառուցի, որովհետև մեր սովետական մտավորական խավը դա թույլ չի տա։ Մեր մշակույթի նախարարությունը ստեղծվել է ուրեմն ինչ որ ֆունկցիաներ իրագործելու համար, որոնք այսօր մեր կյանքում չկան, փլվել գնացել են։ Եվ դրա համար մեր մշակութային կյանքի բոլոր խնդիրները մնում են չլուծված, որովհետև այդ նախարարությունը ըստ իրենց պահանջը չի ստեղծվել, այլ հակառակն է, նախարարությունն է պահանջներ կամ լուծումներ առաջարկում մեր մշակութային կյանքին, որոնք իրականում կեղծ են։ Ես դրա համար 91 թվականի վերջերին առաջարկում եմ այդ նախարարությունը լուծարել, այդ նախարարությունը մեզ պետք չի։ Քան այդ նախարարությունը կա, մեր մշակութային խավը պետական կներեք բառի համար ծծկերությամբ զբաղվելու, կրծքից չի կտրվելու պետության եւ պետության մասին իր պատկերացումները լինելու են միայն փողային դրամական պատկերացումներ, այսինքն պետությունը մի բան է, որից պետք է գնալ փոխպոկի, կամ շքանության ստանալ, չէ՞։ Հա, իհարկե, եւ քանի մեր ստեղծագործական միությունները, այդ նախարարությունը կա, ես մի անգամ ասել եմ, ուզում եք Ռաֆուն բերեք դրեք մշակույթի նախարար կամ գրողների միության նախագահ Միևնույնն է մեր հարաբերությունները մնալու են նույն ճղճիմ հարաբերությունները, այդ միությունները մնալու են նույն ճղճիմ միությունները, որովհետև դրանք այսօր օդի մեջ գործող բաներ են, այսօր մի ֆունկցիա են կատարում։ Պետության հետաքրքրությունները բավարարել եւ մշակութային ամբողջ խավը վերահսկել եւ բերել պետության դաշտ, այսպես եթե կարելի ասել։ Եւ կախվածության մեջ դնել պետություն։ Հա, կախվածության մեջ դնել պետությունից։ Ուրիշ խնդիր չունի։ Ավելի վերահսկելի դարձնել։ Տեսեք, օրինակ ես գուցե իմ ասենք բաները երիտասարդ գրչընկերները նեղանան ինձանից, բայց գրողների միությունում գուցե եւ կա երիտասարդական սեկցիա։ Երիտասարդական թերթ են։ Այո, տպում։ Այո, 5-ամյակ լրացավ գրեթերթի, այո։ Թող իրանք ինձ բացատրեն, ինչով է տարբերվում իրանց գաղափարախոսությունը թեկուզ իդիոմատիկ տեսակետից սովետական միության գրողների միության ուրեմն քաղաքականությունից, որը էլի երիտասարդներին, այսպես ասած, հավաքում էր իր շուրջ։ Ինչ երիտասարդական գրականություն, ով այդ տերմինը հորինել եւ դրել այդ երեխեքի վրա, որոնց մեջ շատ շնորհալի երեխեք կան եւ իրանց դարձրել կոմսոմոլի սեկցիա, կոմսոմոլի կենտկոմ, նո այս անգամ էլ ոչինչ, բան հայոյող կոմսոմոլների, ասենք սեքսուալ բաներ գրող կոմսոմոլների, բայց եթե կոմսոմոլը ինչ տարբերություն ինքը ինչ է գրում, չէ՞։ Իհարկե։ Առասարակ այսօր, ասենք, մի քանի տասնյակ միություններ շփվում ունեն, գրական, չգիտեմ, գեղանկարչական, երաժշտական, որը ենթադրվում է, որ այդպես պետք է լիներ, եթե ազատ մտածողությունն են արվեստագետները, ճիշտ է։ Տեսեք, ես գերմանական միջավայրը որտեղ լավ գիտեմ, Գերմանիայում կա մոտավորապես 60 գրողների միություն։ Շտուտգարտյան, 48-ի միությունը, չգիտեմ, Բերլինյան, հազարավոր։ Եվ ամեն մեկը ունի իր ֆունկցիան, իր գեղագիտական կողմնորոշումը, իր մամուլը, իր նույնիսկ եթե ուզում եք իմանալ ընթերցողների իր բանակը, սա այդպես պետք է լինի։ Եվ դրանք իհարկե ստեղծագործական միություններ չեն, դրանք միավորումներ են, գիլդաներ են, իրավաբանական օրինակ Ամերիկայում գոյություն ունի գրողներին օգնելու իրավաբանական գիլդա։ Եթե գրողը հայտնվում է դատական, ասենք, մի process-ի մեջ, դիմում է իր գիլդային, իր գիլդան գալիս է եւ զբաղվում է իր գործերով եւ այլն եւ այլն։ Եվ վերջի ինչ որ որոշակի գրական հոսանքներ են, չէ՞, ուղղորդում մարդկանց միմյանց հետ համախմբելու։ Այ ես ուզում եմ ձեզ հարցնել որպես գրող, իսկապես ինչու մեր մոտ դա տեղի ունեցավ այս 20 տարում։ Ինչու մենք կներեք, էլի շարունակեմ հարցնել, այսպես կարճած մնացինք այդ էր ասած ոչ թե խորհրդային, այլ սովետական գաղափարներից։ Շատ բարձր դրա բացատրությունը։
որովհետև 15 թվականի եղեռնից հետո մենք ուշադիր չենք, որ 37 թվականին մեր մենտալ պլանով եղեռնը տեղի ունեցավ։ Իհարկե, մեր ամբողջ միտքը, մտավորականությունը բառի բուն իմաստով, ինտելեգենտիկ իմաստով բնաջնջվեց։ Դա ոչինչ որ բնաջնջվեց։ Մեղայ Աստծո։ Նորը կծնվեց, բայց այնուհետև բերեց եւ իր տեղը նշանակվեց մի նշանակովի մտավորականություն, որը մինչև այսօր կատարում է ֆունկցիաներ։ Այսօր մենք չենք կարողանում տեղներից շարժվենք, որտեղ այսօր էլ մեր մտավորականությունը նշանակովի է։ Դուք չզարմանաք, եթե ես ասեմ, որ այսօր գոյություն ունի մտավորականական օլիգարխիա Հայաստանի Հանրապետությունում։ Ես ասում եմ ստեղծագործական միությունների օլիգարխիա, որտեղ բոլորը տարիներ շարունակ մեր օլիգարխներով են, չէ, զբաղված, չգիտես ինչի անընդհատ մտավորականներով, բայց մտավորական օլիգարխներ էլ կան։ Դրանցով ասած Ռոբերտ Ամիրխանյան արդեն 20 տարի կոմպոզիտորների միության նախագահ է։ Ով է սարքել Ռոբերտ Ամիրխանյանին, ես ու դու։ Չէ, բոլորը ամենուրս կոմպոզիտորների մի հատված ուզում էր անոմնանիվ համագումար անցկացնել, ընտրություններ, բայց ինքնին այդ կառույցը, այո, Ամիրխանյանին եթե փոխեք, ով պիտի եթե բերեք Արամ Խաչատրյանին, խնդրեք, որ գերեզմանից վեր գա եւ նույն պատմությունն է դառնալու։ Այստեղ ես կարծում եմ, որ Ռոբերտ Ամիրխանյանը ինքն էլ զոհ է, ինքը չգիտի, որ զոհ է։ Ինքը անշնորհք մարդ չի, լավ երկերակ, բայց բոլորս դառնում ենք ինչ-որ սիստեմի, ինչ-որ մտածողության, ինչ-որ համակարգի զոհ։ Այդ դա պետք է։ Այդ ներքին ինչ-որ համոզվածություն կա մեզանից շատ-շատերի մեջ, որ խորհրդային տարիներից ի վերջո շատ բան չի փոխվել։ Չի փոխվել, ընդհակառակը, եթե ուզում եք իմանալ Հայաստանի Հանրապետությունում սովետական մտավորականությունը իր բոլոր ստրուկտուրաներով պահպանվել է։ Եթե դուք գնաք Վրաստան կամ Մերձբալթյան երկրներ, անգամ Մոսկվա, դուք կտեսնեք վիթխարի փոփոխություններ, բայց մեր մտավորական խավը մի հատ պուճուրիկ սովետ էր այս երկրի մեջ, որը կրսքով իր իրավունքները պաշտպանեց եւ չուզեցավ, որ որևէ բան փոխվի։ Այդ հարցում այստեղ կատարյալ սովետ։ Բայց ամենազարմանալին այդտեղ չէ հենց, ախր արվեստագետը, ինչպես ասեցիք, բազմաթիվ նրանց շարքում տաղանդավոր արվեստագետներ նաև։ Տաղանդավոր արվեստագետները իրենց գործը անում են, մի կամ քաշված, իրենց համար աշխատում են։ Վահագն Գրիգորյանը իր վեպերն է գրում, Լևոն Քեչյանը իր վեպերն է գրում, ես իմ բանաստեղծներն եմ գրում, ընդհանրապես գիտեք ինչ, մենք պետք է սովորենք, որ գրողը չպետք է խառնվի այդ։ Պետք է մեկուսացվածություն ունենա բառի կրոնական իմաստով։ Ինքը պետք է մենակ լինի, իհարկե, ինքը պետք է մեկուսացված լինի, որ կարողանա, գիտեք, ինքը իր հետ խոսել, ասու հետ խոսել, մի երկու բառ, եթե իհարկե այդ արժանինքները ունի։ Մենք գրողին անդադ պատկերացնում ենք մի հատ բան, որ առավոտը պետք է ելնի, ուրեմն իր սեղանի առաջ մի երկու տող բստրի, իրիկունը բանը գալստուկը կապի բան, գնա օպերա, այսինչ կուսակցության կամ այսինչ հանդիսավոր նիստի։ Գրողը անգամ գրողի հետ պետք է շատ չհանդիպի, ոնց որ աստղը աստղի հետ շատ չի հանդիպում։ Գրողը շատ հեռու պետք է լինի։ Բանը, որ այսօր անընդհատ բողոքում է մեր հասարակությունը, որ մեր գրողները բան են հասարակական բաներին չեն խառնում։ Գիտեք, մեզնից ինչ են պահանջում։ Մեզնից պահանջում են հասարակական կեցվածք։ Էդ էլ կարող ենք մենք ունենալ, եթե տեսնենք, որ մեր գեղագիտական կեցվածքին հասարակությունը կամ ընթերցող ծանոթ է, որ մեզ չեն կարդում, մեզ որպես նենց մի քիչ չեն կարդում, բայց ուզում են լսել։ Հետաքրքիր է, ձեր խոսքը ուզում են լսել, ուզում են լսեն, բայց ավելի հեշտ է քան կարդալը։ Մի բառ կա այսօր ավտորիտետ, որպես ավտորիտետի խոսք, բայց այդ ավտորիտետը նողկալի բառ է, դա գողական միջավայրի բառ է։ Ես չեմ ուզում ավտորիտետ լինեմ, ես ուզում եմ, ես երազեի, որ իմ ժողովրդի մեջ լիներ 10 հոգի կամ 5 հոգի կամ 25 հոգի, որ հասկանար ես ինչ եմ անում կամ մի բան կարողանում եմ անեմ կամ ինչ որ մի ծրագիր իրագործում եմ, թե չէ, իմ մի տողը գնահատեր։ Դուք հրաշալի թարգմանություններ եք անում, դուք բանաստեղծական ժողովածուներ եք թարգմանաբար, նաև հրատարակում, նաև հրատարակեցիք Նիցշեի գործը վերջերս Գեորգ Թրակը, այո, ժողովածուներն են, որոնք ունեի տանում, ուրեմն մեկը իմ բանաստեղծների ժողովածուն, որը անցյալ տարի եմ հրատարակել, եւ ավստրիացի մեծ բանաստեղծ Գեորգ Թրակի
գրական ամբողջ ժառանգությունը, այո, ինքը շատ երիտասարդ հասակում մահացել է եւ ինչ գրել է, սա է բացի մի քանի կարևորություն ունեցող սևագրություններ։ Դուք նաեւ Նիչեի թարգմանությունը դրեցիք հայ ընթերցողի համար ընթերցանության սեղանին եւ անամնանիվ հետաքրքիր է գնում են այդ գիրքը։ Ուրեմն ես իմ գրքերը տպում եմ մինիմալ նվազագույնը 500 օրինակով, այո, առավելագույնը 700 օրինակով, իմ գրքերը գրախանութում չեն մնում, մի 50-60 գիրք նվիրում եմ, մնացածը վաճառում են։ Այսինքն այնուամենայնիվ ընթերցող կա, ընդհանրապես կա գրականությամբ հետաքրքիր, փոքրիկ խավ չասենք խումբ երևի մարդկանց, այո։ Այդքանն էլ բավական է, գիտեք, եթե այդքանը գրականության հարցերում ընծայված լինի, այդքանը բավական է, գրողին պետք չի որ մասսայական կարտան։ Եվ այդպիսի լուրջ գրող չկա էլ որին մասսայական կարտան։ Եթե ձեզ թվում է թե Տոլստոյին մասսայական կարտան, կամ Պուշկինին շատ սխալվում ենք մենք։ Ջանանք գոհանալ մեր ունեցածով, հա։ Պես մեր հաղորդումը ավանդաբար ավարտվում է, խնդրում ենք մեր հյուրին մի քանի տող կարդալ, ցանկացած ձեր։ Ես մի բանաստեղծություն կարդամ, որը շատ կարճ է եւ շատ ես շատ սիրում եմ այդ բանաստեղծությունը։ Այ հենց այդ է ուզում։ Տեսակ, ես փաստորեն Հակոբ Մովսեսին, այսպես ասենք, շահագրգռեցին, այնց չվստահեց, վերջի որոշեցինք կարդալ այդ բանաստեղծությունը։ Օրինակ այս բանաստեղծությունը, որ ես շատ եմ սիրում, գոհմա ворսորտություն է, լավ։ Ամոզեցինք։ Ես զույգ ափերով խոտերը հետ տարա։ Ես ունկերս պարզեցի քամու բերած ձայն ու շշուկներին։ Եվ ինչու էր իմ ընկերը կողքիս քնով ընկել, եւ ինչու էր նետ աղեղն իր դրել ջրին։ Ախ, ընկերիմ, ես արթնացրի նրան, բայց մենք էլ ինչ ենք սպասում, մենք ինչու չենք ճամփան գնում։ Մեր նետերը այստեղ չվրիպեցին, նրանք ոչնչի ուղիղ սրտին դիպան։ Մենք մեր ուրկանները հազիվ հանեցին, նրանք լիքն էին դատարկությամբ։ Այս բանաստեղծությունը ես սիրում եմ։ Շատ հետաքրքիր է, շատ հուզիչ է։ Ես գուցե մի փոքր խնդրեմ Թրակլից որևէ բան։ Դուք գիտեք էլի լավագույն տողեր, դուք ծանոթ եք։ Ուրեմն մի բանաստեղծություն ունի, որը իմ կարծիքով առասպելական կարճ բանաստեղծություն է, եթե ես դա կարողանամ գտնեմ։ Կոչվում է Մայրամուտի երգ։ Ահա, այս է։ Ընտրեմ։ Տեսեք, ամեն մի տողը դրվագված 9-10 տող եւ վիթխարի մի ողբերգություն, իմիջիալոց այս 9 տողանոց բանաստեղծությունը Ֆրանց Ֆյուման անունով մի բանաստեղծ գրականագետ կա, մի ամբողջ մենագրություն է նվիրել 100-150 էջանի։ Բանաստեղծությունը հետևյալն է, կոչվում է Մայրամոտ։ Ճերմակ լճի վրայով հեռու ձգվեցին թռչունները վայրի, երեկոյան փչում էր մեր աստղերից մի սառցե քամի։ Մեր շիրիմներին գիշերը հակում է ճակատն իր ջաղջախված, կաղնուտակ ճոճվում ենք մենք արծաթ մահճուն։ Միշտ խողանջում են ճերմակ պարիսպները քաղաքի, փշեք ամառների տակ, օ եղբայրիմ, մագլցում ենք մենք կույր սլակներ դեպի կեսգիշեր։ Վերջում այդ սլակներով գնում են ժամը 12-ը, էլի դեպի։ Եվ վերջին հարցս, ինչու թարգմանեցիք Նիչեն հայերեն, հենց իսկապես ինչը բերեց, ինչը ստիպեց, գիտեմ որ դա գուցե հոգու պահանջեր, դա ասեմ, ուրեմն Նիչեն հենց այն հեղինակն է, որ պիտի հայերեն ինչի մտածելակերպը հայ մարդուն պակասում է, այսինքն շիտակություն, անխնա ճշմարտություն, խորություն, դաժան ճշմարտություն եւ ազատության մի ընկալում, որը համատիեզերական է եւ ոչ թե խուժանի կամ պլեբեի ազատություն, որին այսօր ձգտում ենք մենք։ Շնորհակալություն, հաջողություն ձեզ։ Շնորհակալություն։